Զգրքից հերինակամար ասում է բացի մաչքերս տեսնեմ, թե օրերս ինչքան կարճ է։ Եթե մեր աչքերը բացի որ տեսնենք մեր օրերը կարճ են, ինչ կանենք իդարքի այսօր մեր վերջի օրն կամ նախավերջի կամ իշաբաթային, ինչ կանենք։ Բացի մաչքերը որ տեսնեմ, իմ օրերը երկրի վրա ինչքան կարճ է, ինչի համար ասում։ Իրականում նեղությունը մեր աչքերը բացում է, չէ, մեզի կրտնել է տալի Աստծո վրա և սկսում ենք արդեն մենք մեր հարցերը լուծել, որ ասում մեղք գործ, երբ որ մարմինը չարչարվում է, մեղք գործելուց դադարում է, չէ, սկսում ես Աստծո հետ հարցերը լուծել։ Հիմա հաշվենք այսօր մեր վերջի օրն է, նախավերջի օրն է։ Ես սիրում եմ, ոնց որ ասած, տատիկների հետ աղոթք անել։ Մի հատ տատիկի հետ եմ աղոթք անում, ինքը Եվրոպայի ապրում։ Աղոթքների մեջ ասում է, օրհնում է, օրհնիր իմ անիծողներին, անունով չի ասում, այնով որ ինձ չարախոսում է, օրհնիր։ Ունենց է կպետ աղոթքը իմ սրտին։ Հետո որ ես իր կյանքին ծանոթ եմ, հետի բառեր չի։ Հա, տենց սիրտը բացում է, կիսում ենք, հարազատ ենք, էլի։ Հետի բառեր չի, որ ասում է, օրհնիր ինձ, օրհնի իմ անիծողներին, ով ինձ չարախոսում է։ Ինչ հետարքիր է, չէ։ Ես սովորեցի։ Հետարքիր է, ես միտք առա տեղից։ Մենք իրարից ասում է, որ մեկտեղ կհավաքվենք, մեկը չէ, տարբեր շնորհներ ունի, չէ։ Հայտնության խոսք, վերջը իմաստության խոսք, մարգարեություն, վերջը Աստված իրան զավակներին լցրել է շնորհներով, որ մենք իրարից շնորհ առնենք, այդպես է թե չէ։ Հիմա Աստված իրականում ուզում է իմ աչքերը բացի, ես էլ եմ ուզում թե չէ, դու էլ ես ուզում թե չէ, որ տեսնեմ իմ օրերը ինչքան կարճ են, որպես ես իմ Աստծո վրա հուսամ, և ես Աստծո հետ իմ հարցերը լուծեմ երկրի վրա։ Կարճ է, շատ կարճ է, ուղղակի ես եմ կարճատես, չեմ տեսնում, ինչքան կարճ է։ Դրա համար Մովսեսը անտեսանելին տեսավ, չերևացածը տեսավ ու հրաժարվեց փարավոնի փառքից։ Մինչև չտեսնենք չենք կարող հրաժարվենք մեզանից։ Առաջի Պետրոս 3:9 խոսքը։ Չլա որ չարության փոխարեն չարություն հատուցանեք, կամ նախատինքի փոխարեն նախատինք, այլ ընդհակառակն օրհնեցեք, գիտենալով, որ այս բանի համար կանչվեցաք, որպեսզի օրհնություն ժառանգեք։ Մի հատ եմ կարդում 3:9։ Չլա որ չարության փոխարեն չարություն հատուցանեք, կամ նախատինքի փոխարեն նախատինք, այլ ընդհակառակը օրհնեցեք, գիտենալով, որ այս բանի համար կանչվեցաք, որպեսզի օրհնություն ժառանգեք։ Ինչքան պարզ ասում, չէ, ինչքան հասարակ ասում։ Հիմա Տեր Աստված, բացի աչքերը, որ տեսնեմ իմ օրերը ինչքան կարճ են, որպեսզի ես իմ հարցերը լուծեմ։ Հիմա ով կարա իր թշնամին լուծի, ես չեմ կարող, ես խոստովանում եմ։ Բայց Աստված ինձ տվել է այդ ունակությունը, ճշմարտությունը կիմանալ, ճշմարտությունը ձեզ ազատ տալու։ Եթե ես ուզում եմ, ես ընտրում եմ Տիրոջ խոսքը, ընտրում եմ Տիրոջ ճշմարտությունը, ես համաձայն չեմ իմ բնության հետ, Աստված այդ հրաշագործությունը կանի իմ ու քո սրտի մեջ, այդպես է թե չէ։ Իսկ դրա համար ենք կանչվել ենք։ Կանչվել ենք, որ մեր անիծողներին օրհնենք, էսի աշխարհային մարդու համար էսի ցնորք է։ Այս արեք տեսեք Դավիթը հետաքրքիր է, որ իր որդու երեսից, Ափիսողոմի երեսից որ փախնում էր, չէ՞։ Ես կուզեմ այս տեղը ընթերցեմ։ Մինչև Ափիսողոմի երեսից փախչելը, ինքը Սավուղի երեսից էլ էր փախնում։ Ես էդի չեմ կարդա, տենց կասեմ ուղղակի վերանացու, որ Սավուղի երեսից երբ որ փախնում էր, Նաբաղ անունով տենց մեծահարուստ, որ 3000 հատ ոչխար ուներ, դեզ, չէ։ Հա, և Դավիթը տենց խղճով մարդ էր, էլի, չէր ձեռ տվել, սոված լինելով գնացել մի հատ էլ 10 հոգի ուղարկել էր գնացեք ձեր
Խազեինին ասեք, նաբաղին, որ 10 օր ես ձեզ այդքան հետ ձեզ հետ եմ, վերջը շատ օգնել էր, չեք թողել մատով մեկը կողքից կտներ, որ ուտելիք տա էլ իմ զինվորներին, վերջը սոված ենք։ Նաբաղը չարացավ, ասեց ամեն փախածին պետք է ես վերջը կերակրեմ, Դավիթը 400 հոգի զինվոր վերցրեց, 200 թողեց, գնաց, որ բոլոր արու զավակներին, այս ցեղին, արուներին գլխատի, սպանին։ Եվ խոսքը լուրը հասավ Աբիգային, կնոջը, Աբիգյան իմաստուն կին էր, վերջը չեմ ուզում դրա վրա կենտրոնանամ, Աբիգյան եկավ և ասացեց Նաբաղը, իր անունը իր նման է, էլի, սենց ոնց որ ասած, անզգամ մարդ է, էլի, վերջը այդ նվերներով բանով սիրտը շահեց ու Դավիթը շնորհակալ է լավ, ասեց որ դու չներ, ես ոնց որ այլում պիտի թափեի։ Այսինքն մենք որ հլը մանուկ ենք, Դավիթը այդ ժամանակ այդ հասակը չուներ, չէ՞, հլը աճեցնում էր, չէ՞ Տերը։ Մենք որ մանուկ ենք, մեր ձեռից սենց մեկը բռնում է, էլի, որ չարություն չանենք, չէ՞։ Մեզ մեկը եղբայրներից, վերջը Աստծո զավակներից, Աստված մեր դեմը մարդանում, մի արա այդ չարությունը, բայց չէ, ես ճիշտ եմ, բայց Դավիթ հականց դրեց Աբիգային ու օրհնեց, մենք գիտենք, որ 10 օր հետո Նաբաղը մահացավ, այդ վերջը իմանալով, որ ինչ էր գալու իր գլխին, Աստված իր կյանքը վերցրեց։ Ես կուզեմ կարդամ, որ Սեմեն էր Դավիթին հայոյում, որ իր որդու երեսից փախչում էր, փախել էր։ Հետարքեր Սեմին, Սարի գլխին կանգնած, Սեմեն, Սարի գլխին կանգնած, հայոյում էր և իր զինվորներին և անիծում էր, ասում էր քո տեղն է, արյունահեղ մարդ, դու սպանեցիր Սաուլի ընտանիքը, հիմա էլ քո որդին ելել է քո դեմ, քո տեղն է։ Այն Շավոյի որդիները ուզեցին, Շարուհի որդիները 9 B թագավորած 16-9 Շարուհի որդին, երբ որ լսեց այդ քամբանը, Աբասը թագավորին ասավ, այս մեռած շունը ինչու համար իմ տիրոջս թագավորին անես կտա, թող դուր անցնեմ ու անոր գլուխը առնեմ, բայց թագավորն ասավ, ով Շարուհի որդի, դու ինձ հետ ինչ ունիք, թող տվեք, որ այս անեց կտա, քանզի Տերը ըսավ անոր, քանզի Տերը թույլ է տվել, Տերը ըսավ անոր, թող իմ հետ ինչ գործ ունեք։ Եվ որ Դավիթը անիծ է, ալ ով կրնա ասել թե Աստծուն, ինչու համար այսպես ըրիր։ Դավիթը Աբեսային ու իր բոլոր ծառաներին ասավ, ահա իմ երանքես ելող որդիս իմ հոգիս կփնտրե, ուր մնաց այս Բենյամինը։ Թողեցեք զանիկա որ անիծե, քանզի Տերն ըսավ անոր, թերևս Տերը իմ նեղությունս նայի ու այսօրվան անորվա ընած անեցքի տեղը ինձի բարիք հատուցաներ։ Օրինակ գիտարկիա, չէ, ոնց է աճեցրել Տերը։ Այնտեղ ուզում էր Նաբաղին վերացնել բոլոր, չէ, ընտանիքի անդամներին, ստեղ ասում է թողեք, Տերը թույլ է տվել։ Ստեղ Տերը աճեցրել է, թողեք։ Միգուցե Աստված նայելով իմ նեղությունը իր անեցքի տեղը ինձի բարիք թույլ տա, բարիք անի։ Եվ այդպես Դավիթը իր մարդոնց հետ ճամփա կերտար, իսկ Սեմին իր առջևեն լերան վրաքովեն կերտար ու անեցք տալով, քարերը նետելով, հող ցանելով, թագավորին անոր հետ եղող բոլոր ժողովուրդը հոգնած գացին ու հող հնչեցան։ Ես մտքի վրա տենց կանգնել եմ, միտք եմ առել, ինչքան մարդ է ինձանից է ու ես բորբոքվել եմ, ու ես փոխադարձ իմ սրտի մեջ գիշերը չեմ քնել, չէ, հետաքրքիր է, չէ, բայց այս ամենը մեզ օրինակի համար է։ Եղել է որ անիծել եմ, բայց Աստված շնորհք արել, այս անիծքի տեղը, բայց դա տեսել եմ որ Աստծո շնորհքն է, այս անիծքի տեղը սկսել եմ օրհնել։ 66 Սաղմոսի մեջ ասում է Աստված թույլ է տալի, մեր կռնակին բեռ է դնում, մեր գլխին մարդիկ են նստեցնում, թույլ է տալի։ Հետո ասում է
ծովով, ծբանով, անցնելով, ջրերով ու անցնում հանում լայնարձակ տեղ։ Այսինքն մեզ փորձում է, մեր կրնակին բեռա դնում, մեր գլխին մարդ է դնում, հետո ջրերով, հեղեղներով, կրակներով անցկացնում ու լայնարձակ տեղ է հանում։ Այդպես մեզ կրթում ու դաստիարակում է Տերը։ Այդպես մեզ կրթում ու դաստիարակում է։ Ուրեմն 5-րդ գլխի մեջ Եփեսացիս ասում է արդարության խոսքին անհմուտ են։ Մինչև այդ ասում է կաթի կարոտ են, չէ՞, մինչև հիմա պետք է ինչեր լինեիք, վարդապետներ լինեիք, սովորեստող լինեիք, բայց դեռ կաթի կարոտ եք։ Եսի մեն առաջի հիմքերին գնանք։ Եվ արդարության խոսքին անհմուտ։ Եվ վարժված չեք չարն ու բարին զանազանելու։ Մեր զգայարանները չի վարժվել։ Չարը ու բարին, որն է մեզ օգտակար, որն է մեզ վնաս, զանազանելու չարը ու բարին։ Ասում է կատնակերեք կոշտ կերակուրներին, անհմուտ Աստծո խոսքին, խոսքը չի բացվել։ Կոշտ կերակուրը չի բացվել, իմ ներսը չի հաճում հետի։ Բայց ասում է դուք կանչվել եք ինչ անելու, անիծողներին օգնելու։ Այ քեզ բաց։ Այդ իմ խելքից դուրս է, համետ իմ ուժից դուրս է, բայց իմ ընտրությունը իմ ձեռքումն է։ Իմ ընտրությունը, ինչպես եղբայրս ասեց, իմ ու քո ձեռքում է, որ ես կարամ այս ընտրությունը անեմ այսօր, որ Աստված իր փառահեղ գործ անի իմ ու քո սրտի մեջ։ Եղբայրս քույրս, դրա համար կուզեմ Հիսուսի խոսքերին վերադառնալ Մատթեոս 5 որպես հաստատություն Աստծո խոսքը Հիսուսը ինչ ասում մեզ ավելի լավը կարդամ որ ասում եմ ես դրա կարիքը շատ ունեմ 5:23 լսել եք որ ասվեցավ քո ընկերդ սիրես օրենքը ու թշնամի տատես բայց ես ձեզ կսեմ սիրեցեք ձեր թշնամիները օրհնեցեք ձեր անիծողները բարիք արեք անոնց որ ձեզի կատեն ու աղոթք արեք անոնց համար որ ձեզի կչարչարեն ու կհալածեն շատ հետաքրքիր է որպեսզի ձեր երկնավոր հոր որդիները ըլլակ որպեսզի ձեր երկրավոր հոր որդիները ըլլակ ինչ հետաքրքիր է չէ դուք կանչվել եք օրհնելու համար հիմա այս կարողությունը ես ու դու չունենք Հիսուսն եկավ մեզ կարողություն տվեց թղթերի Հովանու թղթերի մեջ ասում որպեսզի ճշմարտությունը ճանաչենք Էսի իմ խելքի ու քո խելքի բանը չի, բայց իմ ու քո ընտրության բանն է, որ ես ընտրեմ այս կյանքը։ Որտեղ եղբայրս որ ասես նորից եմ հիշում արդեն իրան հիշեցնում իր ներկայության, որ իր խոսքի ժամանակ ասենց հոգուս աչքերը բացված Տեր, բաց իմ օրերը, տեսնեմ իմ կյանքի օրերը ինչքան են, համրանքը ինչքան են։ Եթե բացվի ինձ ու քեզ, որ մի օր ամնում, մի շաբաթ ամնում արդեն կսկսեմ ես Աստծո խոսքին մտիկ անել, օրհնել իմ, օգնիր օրհնել իմ թշնամին, Տեր, ինձ հալածողին, ինձ հայհոյողին, չէ՞, որտեղ մի քանի օր ամնում, արդեն հոգիս պետք է կանգնեմ դատաստանի առաջ, կսկսեմ իմ հարցերը լուծել Աստծո հետ, տենց է թե չէ, կսկսեմ արդեն մտահոգվել, դրա համար քանի դեռ Աստված մեզ ինձ ու քեզ ժամանակ է տվել, ես չգիտեմ, մենք չգիտենք մենք վաղվա օրը Վարամասել չգիտեր, մի օր առաջ, մի շաբաթ առաջ իր այդ ինչ պետք է լիներ։ Մենք ոչ ոքից լավը չենք, որ այսօր մեզ հետ չեն, բայց Աստված իրան փառահեղ փառքի ատարե, կարար եւ այլ կերպ լիներ։ Բայց Աստված ինչքան է եղբայրների բերանով, Աստծո խոսքով մեզ ուղղե այդ խոսքերը, բայց ես լսել եմ ու չեմ լսել։ Չէ՞։ Սիրտս փակել եմ Տիրոջ ձայնի առաջ, ասում եմ լավ հետո, դու դե թշնամին անես բան արել, դրա համար որպեսզի լինենք մեր հոր, երկնային հոր զավակները, օրհնեցեք ասում, ես աղոթք անեմ եղբայրներ քույրեր, որ Աստված այս հայտնությունը ամեն մեկից տա, այդ համրանքը մեր կյանքի օրերին ինչքան կարճ է, որպեսզի մենք կարողանանք կրտնել Աստծո խոսքին
եւ այդ բժշկությունը ընդունենք, չթողնենք վաղվա, չթողնենք մյուս օրվա, թերևս գրված է վաղը ուշ լինի, այսօրվա փրկության օրը, ինչից փրկվելու, մենք կանչվել ենք արդեն, մեր անունը գրվել է կյանքի չէ, գրքի մեջ, ասма թերևս վաղը ուշ լինի, այսօր է փրկության օրը, Աստված ուզում է ինձ այս ինչից փրկի, այս ատելությունից փրկի, այս իմ վիճակից փրկի, թերևս վաղը ուշ լինի, ամեն, աղոտ, երկենք ներողություն։ Համար 164